22-ամյա զինծառայող Դավիթ Մանուկյանն ինքնասպան է եղել, թե նրան սպանել են։ 3 օր առաջ քրեական գործ հարուցած իրավապահները դեռ չեն պատասխանում այս հարցին։ Քննչական կոմիտեից միայն փոխանցում են վարույթ են նախաձեռնել, թե ինչ հոդվածով դեռ չեն մանրամասնում։ Ազատության տեղեկություններով քննիչների հիմնական վարկածն ինքնասպանությունն է։ Պայմանագրային զինծառայողը Բագրատաշեն գյուղից էր։ Վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանն Ազատությանը փոխանցեց, երիտասարդը պաշտպան հայրենյաց ծրագրով էր ծառայում։ Վերջերս էր ծառայությունից տուն եկել, պատմել, որ ամեն ինչ լավ է բանակում։ Պաշտպան հայրենյաց ծրագրով 5 տարով պայմանագիրը կապել էր, 3 տարուց ավել ինքը արդեն ծառայության մեջ էր։ Թե աշխատավարձով ինքը ատեստացիան անցել էր, բարձր աշխատավարձ էր ստանում։ Դավիթը իրենից փոքր քույր ունի, գյուղում բոլորն են շոկի մեջ։ Իրանց հրամանատարներն են բոլորն էլ ասել են, որ ինքը շատ լավ ծառայող, շատ լավ երեխա էր։ Տեղել են գյուղում իրան ճանաչում որպես խելոք, համեստ երեխա, հա։ Նորները ասենք նորմալ մարդիկ են, նորմալ իրանց համար ապրող տանիք են, ասենք աշխատող բան։ Դավիթ Մանուկյանն այս տարվա ընթացքում բանակում մահացած արդեն երկրորդ զինծառայողն է։ Ընդհանուր առմամբ վերջին 3 ամիսների ընթացքում զինված ուժերում մահվան 3 դեպք է գրանցվել, 2-ը ինքնասպանության հասցնել է որակվել։ Քննությունից շատ մանրամասներ հայտնի չեն, մեղադրյալները զինվորների ծառայակիցներն են։ Խաղաղությունից են ամբողջ օրը խոսում, այդ խաղաղություն բերեք ձեր բանակին։ Այդ մարդիկ գնում են հայրենիքի համար ծառայության, դուք ինչ եք անում, որպես ցույց տաք, որ ցածր թվեր կա, ամեն մի մահը մի կյանք է, մի ընտանիքի։ Ինչ է անում պաշտպանության նախարարը։ Որևէ ծնող, որևէ ընտանիք չի կարողանում հանդիպի նրա հետ ու հարցնի, թե ինչու եք սպանում իմ զավակին։ Արդեն 2 տասնամյակ բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բարեփոխումներ չի տեսնում։ Պատասխանատվությունը կրում է ՓԱԿ համակարգի ղեկավարությունը, անձամբ նախարարը, թե ինչ պետք է լինեն, ինչ եք անում դուք, որ այդ ինքնասպանությունները նշանակում է կա մթնոլորտ, որը զինվորին տանում է դեպի ինքնասպանություն։ Սա է ամբողջ հարցը։ Իրավապաշտպանի գնահատմամբ բանակի ղեկավարությունը արդյունավետ քայլեր չի անում վերացնելու ՓԱԿ համակարգում տիրող փողոցային բարքերը, դրա մասին խոսում են հենց մահվան դեպքերը։ Այդ խոսքերով չի, այդ գործերով է։ Եվ ոչինչ չի արվում բանակի ներսում այդ մթնոլորտը փոխելու համար։ Մինչդեռ ռազմական գերատեսչության պատասխանատուները գոհ են իրենց աշխատանքից։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր վերջերս հայտարարել կարգապահության բարձրացման մասին, ընդգծել, անցած տարի բանակում 6 մահվան դեպք է գրանցվել, որոնցից 2-ը ինքնասպանություն են որակվել, իսկ սպանության դեպք չի եղել։ Կարգապահության բարձրացման ուղղությամբ նույնպես էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում եւ ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետև 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ։ Պաշտպանության նախարարության պաշտոնական զինուժ հաղորդումն էլ այսօր տարածած տեսանյութում ընդգծում է, որ զորամասերում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներն ընթանում են ամենօրյա ռեժիմով։ Բանակում շոշափելի ձեռքբերումներ են արձանագրվել օրինապահության եւ կանոնադրային հարաբերությունների ամրապնդման գործում։ Սրա խոսուն վկայությունն այն փաստն է, որ 2025 թվականի ընթացքում բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում սպանության ոչ մի դեպք չի արձանագրվել։ Իրավապաշտպան Ալեքսանյանը սակայն հակադարձում է, ինչ է նշանակում ծառայության հետ կապ չունեցող մահեր ՓԱԿ համակարգում։ Ինքնասպանության յուրաքանչյուր դեպքի պատասխանատունել եք դուք։ Կարգ ու կանոնի մասին խոսելով չի։ Եվ ծառայության հետ կապ ունեցող կամ չունեցող հորինված, մոգոնված այդ տեսակետները, որ ծառայության հետ կապ ունի եւ կապ չունի այդ մահերը, նրանք ուղղակի չեն մտածում այս զինվորների մասին, որոնք այդպես սպանվում են բանակում։ Նախարար Պապիկյանն ի դեպ այս տարին հռչակել է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի։ Եվ մեր ջանքերն ուղղելու ենք բանակում բիրտ արատավոր եւ քրեացին բարքերը բացառելու, կանոնադրային հարաբերությունները, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն ու պատժի անխուսափելիության գաղափարն ամրապնդելու նպատակի իրագործմանը։ Իրավապաշտպանը սակայն թերահավատ է, իշխանությունը փակել է բանակը, պառակտվել է քաղաքացիական հասարակությունը եւ մի քանի քննադատի խոսքը տեղ չի հասնում։ 22-ամյա Դավիթ Մանուկյանի ողբերգական մահվան հանգամանքները պարզելուց բացի իրավապահներն այս օրերին մեկ այլ քննություն են անցկացնում, պարզելու թե ով կամ ովքեր են Նուբարաշենի զորամասի մոտ դաժան ծեծել պայմանագրային զինծառայող Ավետիք Մկրտչյանին։ Նրա վիճակը ծանր է։ Քննչականը միայն փոխանցում է, վարույթը նախաձեռնվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։ Իրավապաշտպանի կարծիքով սա եւս զինված ուժերում տարածված բռնության մթնոլորտի հետևանքն է, որը երբեմն դուրս է գալիս զորամասի պատերից։